Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ժողովրդին և Միացյալ Նահանգների կոնգրեսին Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար, ընդգծելով, որ այն կենսական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի։ Նկատենք, ԱՄՆ-ն Ղարաբաղին օգնություն սկսել է տրամադրել 1998 թվականից, որն առ այսօր կազմում է շուրջ 61 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ամերիկյան կառավարությունը կոնգրեսի կողմից հատկացված օգնության միայն 41%-ն է օգտագործել Ղարաբաղի համար նախատեսված ծրագրերի շրջանակներում։ Իդեպ, Ամերիկայի հայկական կազմակերպությունները հորդորել են ԱՄՆ-ի կոնգրեսին և կառավարությանը այս տարի Ղարաբաղին հատկացնել 5 միլիոն դոլար, ևս 40 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին։ Այնևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել։ Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հաստատության կառուցում անբեկանելի է։ Նշենք, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, որտեղ և երեկ մասնակցել է Ռաուլ Վալենբերգ միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ Հայաստանի նախագահի կազմակերպված ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 2 տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և հայ համայնքի ազդեցիկ գործիչներ։ Ղարաբաղին հատկացվող շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելուց բացի, Սերժ Սարգսյանը կոնգրեսականներին և Միացյալ Նահանգների կոնգրեսին երախտագիտություն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։ Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում։ Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքը անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտին։ Կոնգրեսում հյուրընկալվելուց բացի Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար անդամների Հայդատի գրասենյակի և ԱՄՆ Արևելյան ափի դաշնակցության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը խոսել է Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակի մասին։ Նաև ներկայացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի վեհաժողովում ունեցած ելույթի շեշտադրումները։ The Assembly will now hear and address by His Excellency Serge Sargsyan. Հիշեցնենք, այդ ելույթում Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունն, ապա Հայաստանը կդիմի կոնկրետ քայլերի։ Հայաստանին այլ ընտրություն չի մնում։ Մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը, ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը։ Հավելենք, որ Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները ըստ պաշտոնական հաղորդագրության շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին Սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգացության ներքո պահելու, Հայաստանում նրանց ապաստան տալու, նաև Սիրիայում նրանց աջակցություն ցուցաբերելու համար։